Բարև ձեզ հարգելի ընկերներ, շատ կարճ երկու խոսք, նաև սա շատ կարևոր է, որպեսզի հասնի մեր այդ փոքրապատիվ մուրացկան ճակերտներով ընդդիմադիրներին, այն ինչ որ իրենք անվանում են եւ ճիշտ են անվանում իշխանազավթում, սահմանադրական կարգի տապալում եւ հիմա գնացել են Նիկոլի սահմանադրական դատարանում, մեկը 5 ձայն է մուրում, մեկը կապիկություն է անում։ Բացի դրանից այսօր կատարվել է մի հրեշավոր բան, այժմյան այս որ գնում եք Եվրոպա եւ այլն, ընդհանրապես համաշխարհային քաղաքականության մեջ այսպես է գրված, որ մեծագույն իրավունքը դա մարդու իրավունքն է, եւ ցանկացած պետության մեջ, ցանկացած սահմանադրության մեջ գրված է, որ ամենակարևորը դա մարդու իրավունքների պաշտպանությունն է, նկատի ունենալով իր սեփական քաղաքացուն։ Իսկ քաղաքացիների ամենակարևոր իրավունքը դա ընտրության իրավունքն է։ Այսօր 100,000-ավոր, եթե ոչ միլիոնից ավելի հայ ու Հայաստանի քաղաքացու զրկվում են ընտրության իրավունքից։ Սա ոչ թե միայն սահմանադրական կարգի տապալում է, սա նաև հակաքաղաքակրթական եւ մարդու իրավունքների դեմ կատարում ծանր հանցագործություն է, որը քանդում է հենց պետության հիմքերը, քաղաքակրթության հիմքերը եւ այլն։ Հիմա ընդդիմադիր կապիկներ, Նիկոլի հարազատներ, ինչպես նախորդ խորհրդարանը այդ նույն երևույթների հետ այդ բազմակի օգտագործման իրավաբանները, մանդատի գերագույն պաշտպանները Վարդևանյան, Օրբելյան, Ղազինյան, որոնք այն ժամանակ էին պնդում, որ մանդատները վերցնելով հնարավոր չի իշխանություն կազմել, 64 հոգով կգնա կազմի, երբ որ Հայաստանի խորհրդարանը չի կարող կազմել 101-ից փոխկապ պատգամավորով, չի կարող ոչ մեկին մտցնել այդ քաղաքական ուժերի տեղը իրեր հետևից, եւ նաեւ ըստ կանոնակարգ օրենքի խորհրդարանի 1/3-ը պետք է անհրաժեշտ լիներ ընդդիմադիր, դրա համար անցած անգամ այդ 3.2% հավաքած Սերժիկի թիմը, որ հիմա տեղավորվել է Սամվել Կարապետյանի թիմի մեջ, ձայներ ավելացրեցին, որպեսզի նա դառնա երրորդ ուժ, քանի որ եւս մի կանոնակարգ օրենքի բացի, որ 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր իշխանական, այնպես որ պետք է լինի 3 ուժ, որից իշխանությունը խորհրդարանական, իսկ Հայաստանի միակ իրական իշխանությունը խորհրդարանն է եւ ցանկացած ընդդիմադիր եւ ընդդիմադիր ֆրակցիա, նույնպես իշխանության անկախտելի մաս է, պետք է կազմված լինի նաեւ 3 ուժից, մեկը կառավարող, երկուսը ընդդիմադիր, իշխանության մաս, այնպես որ այս մանդատակիր, մանդատատենչ, ցանկացած հրաշավոր արարք, ցանկացած դավաճանություն խորհրդարանում լեգիտիմացնողները նույնպես իշխանություն են։ Նիկոլը իշխանություն չէ, Նիկոլը ընտրվում է խորհրդարանի կողմից եւ ինչպես անցած անգամ կազմելով խորհրդարան ընտրեցին Նիկոլին եւ 5 տարի համատեղ ուժերով իրենք եւ քեմալիստները Նիկոլի ձեռքերով կործանման հարցրեցին պետությունը եւ հանձնեցին Արցախը, հարձակումը թույլատրեցին եւ հովանավորեցին եկեղեցու վրա, մարդկանց ուսաթափեցրեցին բոլոր տեխնոլոգիաներով, փողոցներով քաշ տալով, այնպես էլ հիմա կազմելով խորհրդարան, նրանք ընտրելու են Նիկոլին եւ նրանք լեգիտիմացնելու են արդեն այս Սյունիքի կործանումը, որ Սյունիքը հանձված է արդեն, եթե այդ Տրամպի ուղին գործի, միջանցքը գործի, եւ ինչպես նաեւ ոտնահարելու են վերջնական եւ սահմանադրական կարգն են տապալելու Նիկոլի հետ միասին եւ նաեւ ոչնչացնելու են հիմնավոր մարդկային, ամենահիմնական մարդկային իրավունքը, լեգիտիմացնելու են դա, ինչ էլ ուզում այնտեղ խոսեն, ինչ ցանցառություններ ուզում են անեն, Հայաստանի քաղաքացու եւ ընդհանրապես մարդու ամենահիմնավոր ընտրոնների իրավունքը ընտրական իրավունքը։ Եթե այս ընդդիմաբոսյակները վերցրեցին մատնատները եւ գնացին խորհրդարան, դուք ոչ մի գործ չունեք նրանց ընտրացնել, նրանց կողմից խաբվածներ Նիկոլի հետ։ Նրանք անձնական ձեր թշնամիներն են։
որովհետև նրանք ձեզ տարան, որպեսզի դուք ստորագրեք երկրի կործանման իրավունք տալու համար, հիմա կտանեն սահմանադրության փոխելու համար, իրավունք կտան ձեզ ստորագրել դուք եւ ամեն մի ձեզ ստորագրություն լինելու է ոչ միայն երկրի կործանման, երկրի կազմաքանդման, այլև անձամբ ձեր վրա բռնության իրավունքի ձեր ստորագրությամբ։ Անիծյալ լինի այն ընդդիմաբոսյակը, որը Նիկոլի քացներ ու քացնե դառնալու դավաճանության հարճերը, գոյաբանական թշնամու հետ ընտրության գնացողը, գոյաբանական թշնամի է, թշնամուց ավելի ահավիրք հանդիսանում է դավաճանը եւ դավաճանը պետք է պատժվի ամենասարսափելի ձևով, դա է քաղաքակրթության օրենքը եւ ոչ թե քաղաքակրթության օրենքը լեգիտիմացնել դավաճանին, իսկ ամենասարսափելի էակը դավաճանության սպասարկողն է մանավանդ կեղտոտ ջրից մաքուր դուրս գալու հույսով։ Ժողովուրդ, նրանց չպետք է թույլ տալ վերցնել մանդատները։ Դա ձեր ձայներն են, դրան տեղ չկանգնաք, կորցնելու եք եւ երկիրը, կորցնելու եք եւ ձեզ։ Այսքան բան։ Եվ չեմ հոգնի կրկնել Արցախի հանձնումը, ոչ թե 1 Նիկոլ, ոչ թե 10 Նիկոլ, ոչ թե 30, ոչ թե 100 Նիկոլ, այլ 1000 Նիկոլ չէին կարող անել այն ահավիրքը եւ չէին կարող հասնել երկիրը այսօրվան, ինչ որ արեցին, ինչ որ լեգիտիմացվեց այդ բարի եւ չար միլիցիա խաղացող բարի մլիցեքի կողմից ձեր գլխին դրված այդ այլանդակ ընդդիմության կողմից։ Եվ այսօր նրանք լեգիտիմացնելու են վերջնական Հայաստանի կործանումը եւ հայի եւ Հայաստանի քաղաքացու վերջնական իրավազրկումը եւ ոչնչացումը։ Ես այդ օրինակը բերել եմ մի քանի անգամ եւ եւս մեկ անգամ կասեմ։ Նախքան Արցախի հանձնելը արգոսնախարարը, փոխնախարարները, բոլոր դեպարտամենտի ղեկավարները հրաժարական տվեցին դիմումով, որ իրենք համաձայն չեն կառավարության արտաքին հարաբերությունների ուղի հետ, քանի որ դա համարում են ազգակործան եւ հակապետական։ Դրանից հետո ոչ մի անգամ ոչ մի կառավարության եւ կառավարության ղեկավար խորհրդարանի կողմից նշանակված չէր կարող մնալ կառավարման, նա իշխանությունը չի, նա կառավարող է։ Դա հնարավոր էր միայն ամենաանկած, ամենադավադիր, ամենահակապետական ընդդիմության արկայության դեպքում, որոնք իրենց մանդատներով լեգիտիմացրեցին եւ դա իրենց արկայությամբ խորհրդարանում։ Պաշտպանեք ձեր իրավունքները, հետո չբողոքեք։ Ձեզանից ոչ մի բան չի գնում այնտեղից, որտեղից որ միշտ ձեզ փախցրել են, տարել են դատարկ շենքերի դիմաց կանգնացնելու։ Գնալ խորհրդարան, որտեղ այնտեղ է իշխանությունը եւ ոչ թե խորհրդարանի կողմից նշանակված ընդամենը գործակատար հանդիսացող Նիկոլը, որը վաղը ասելու է կատարեք ձեր պարտքը, սխալ է անում չթողնեիք։ Եվ ճիշտ կլինի։ Գնացեք խորհրդարան, ակաժներից քաշեք, քացուտակ գցեք, այդ շների Նիկոլի հետ գործ չունեք։ Դուք ձեզ խաբում են այս այլանդակները։ Եվ միշտ ձեզ կխաբեն, քանի ձեզանից ավելի շատ չվախենան, քան թե իրենց գումարները կորցնելուց կամ հավելյալ քյար ստանալուց կամ իրանց իրական տերերից դրսից։